Շնորհակալություն, հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ։ 24 թվականի ընթացքում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեմ։ Նախ եւ առաջ կցանկանայի նշել, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են։ 24 թվականը ամփոփել ենք տնտեսության բավականին կայուն եւ ամուր հիմքերով, տարվա ընթացքում արձանագրվել է մի շարք առանցքային ցուցանիշների նշանակալի բարելավում, համախառն ներքին արդյունքը հնան 18 թվականի համեմատ իրական աճը 43.5% է, իսկ ծավալով արդեն 10 տրիլիոն դրամը գերազանցել ենք կամ 26 միլիարդ դոլարի ենք հասել։ Մեկ շնչի հաշվով հնան 23 թվականի համեմատ աճել է 4.6%-ով, 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ 24 թվականին գրանցվել է հնայի 5.95% իրական աճ, տնտեսական աճը շարունակվել է նաև 25 թվականին, 25 թվականի առաջին եռամսյակում ունեցել ենք 5.2% աճ։ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել նաև արտաքին տնտեսական հարաբերություններում, մասնավորապես 18-24 թվականների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների զգալի աճ է գրանցվել թե արտահանման եւ թե ներմուծման գծով։ 24 թվականին ապրանքների եւ ծառայությունների արտահանումը 17 թվականի համեմատ աճել է ավելի քան 4.2 անգամ, 23 թվականի համեմատ 29.9%-ով, իսկ ներմուծումը 17 թվականի նկատմամբ 3.4 անգամ, իսկ 23-ի նկատմամբ աճել է 31.4%-ով։ Տնտեսության արտադրական ճյուղերի աճին զուգընթաց 24 թվականին էական աճ ենք մենք արտահանել, արդեն ինչպես նշեցի, եւ արտահանման եւ ներմուծման գծով, ընդ որում եւ ապրանքների եւ ծառայությունների։ Համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 24 թվականին կազմել է 12 միլիարդ 706 միլիոն դոլար, 12.7 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 54%-ով։ 24 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրներ կազմել է 3.34 միլիարդ դոլար, ինչը ըստ էության որոշակի արտահանման մասով որոշակի նվազում ունենք մոտ 10%։ Զբոսաշրջության մասով ընդհանուր առմամբ ունեցել ենք 4.6% զբոսաշրջիկների թվի ուրեմն նվազում, բայց պետք է նշել, որ ցավոք սրտի, այսինքն ԵԱՏՄ երկրներից էական նվազում ունենք, այլ երկրներից էական աճ ունենք, եւ այս հարաբերակցության մեջ, եթե Ռուսաստանի մասնաբաժինը մի քանի տարի առաջ 50% էր, հիմա արդեն 39%-ի է մեր զբոսաշրջիկների թվում կազմել, պարզապես մենք մերձավոր արևելքի երկրներից, արևմտյան Եվրոպայի երկրներից, Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ունենք զբոսաշրջիկների աճ, էական աճ, որը կոմպենսացնում է այն էական նվազումը, որ մենք ունենք ԵԱՏՄ երկրներից, եւ սրա հաշվին մեր անկումը 4%-ից մի փոքր է ընդհանրեն ավել եղել, իհարկե տարբեր հիմա գիտեք գործիքներ են կիրառում, որպեսզի այս թվերը էլ ավելի կոմպենսացնենք, մասնավորապես վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, որ ինչպես հիմա այս պահեդրությամբ գործող կանոններով Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Քաթարից կարող էին քաղաքացիները գալ Հայաստան, իրենց երկրների քաղաքացիները առանց վիզայի, հիմա կարող են գալ նաեւ ոչ միայն քաղաքացիները, այլ նաեւ կարող են գալ այնտեղի ռեզիդենտները, այսինքն օրինակ նույն Էմիրատների կամ Կատարի բնակչության 80%-ից ավելին իրենք քաղաքացի չեն, բայց իրենք ռեզիդենտներ են, այսինքն այդ մարդիկ եւս կարող են գալ, միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիների համար մենք միակողմանի բացել ենք այդ հնարավորությունը եւ զուգահեռ նաեւ fly առնան ուղիղ թռիչքներ է իրականացնում եւ այսինքն մենք կենտրոնացել ենք այս առումով հատկապես մերձավոր արևելքի շուկայի վրա, բայց միայն Fly Dubai, ներողություն, Fly Dubai, հա, ներողություն եմ խնդրում, Fly Dubai-ի մասին է խոսքը, եւ ուրեմն
Նշեմ նաև, որ այլ երկրների վրա եւս կենտրոնացած ենք, մասնավորապես Վիզայերի հետ մեր հարաբերությունների փոխադարձ, այսպես ասած, աշխատանքի արդյունքում Վիզայերը, գիտեք, նոր 8 ուղղություն 6 երկրների համար բացեց, այսինքն տարբեր ուղիղ չվերջ Չինաստանից սրանք գործողություններ են, որովհետեւ մենք որոնք միտված են մեր զբոսաշրջային հոսքերի ավելացման եւ դիվերսիֆիկացիային։ Վճարված մաքսատուրքերի մասով ԵԱՏՄ-ի հետ կապված, ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցել ենք 323 միլիոն ամերիկյան դոլար, հետ ենք ստացել 189 միլիոն ամերիկյան դոլար, այսինքն մենք ԵԱՏՄ-ին տալիս ենք ավելի շատ մաքսատուրք, քան ԵԱՏՄ-ից ստանում ենք, բացական սալդոն 135 միլիոն դոլար է կազմում։ Մի շարք միջոցառումներ, որոնք որ իրականացվել են նախարարության կողմից, Հայաստանը պահպանել եւ շարունակում է ակտիվ ներգրավվածությունը պահպանել Եվրասիական միությունում ընթացող գործընթացներում, մասնավորապես մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորումների մասով պայմանային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովման նպատակով սահմանվել են սակագնային արտոնություններ մի շարք ապրանքների մասով, խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, թռչնամիս, կատնային շիճուկ, էլեկտրոմոբիլ, լակ, ներգ, ջութե մանրաթել, քիմիական սինթետիկ թելեր, կայծակ ճարմանդներ, սերուցքային կարագ, կարտոֆիլի սերմացու եւ այլն։ Ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման մասով սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք 6 ամիս ժամկետով ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործած կատալիզատորների, կերամիկական թափոններ եւ այլն։ Ես այստեղ մի հետաքրքիր տվյալ նշեմ, նախ նշեմ, որ բոլոր այն ապրանքների գծով, որտեղ մենք պայմանային անվտանգության խնդիր ունենք, մենք ԵԱՏՄ-ից, այսինքն բերել ենք քվոտա անմաքս երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելու։ Այնտեղ որտեղ որ մենք խնդիր ունենք, այդ այսպես ասած տարբեր գործիքներով փակում ենք։ Եվ հետաքրքիր է իհարկե այստեղ ավտոմեքենաների խլացուցիչներն է, ուրեմն խլացուցիչների օրենք կառավարության որոշում ընդունելուց հետո 96 անգամ ներքին գործերի նախարարության տվյալներով խլացուցիչների գողությունը նվազել է, այսինքն որոշում ընդունելուց հետո որ արգելվում է Հայաստանից դրանց արտահանումը, գողությունների դեպքերը ուրեմն այտենց նվազել են, այսինքն ներողություն 96 անգամ կամ 96%, հիմա ես թիվը չեմ հիշում, բայց ուզում եմ ասեմ նախկինում հսկայական քանակությամբ գողություններ էին տեղի ունենում խլացուցիչների, որովհետև երկրից հնարավոր էր ԵԱՏՄ արտահանել, մենք փակել ենք, հիմա իմաստ չունի գողանան այլևս, ինչը շատ կարևոր բնապահպանական խնդիր է։ ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանագրից բխող պարտավորությունների մասով սահմանվել են սակագնային արտոնություններ հետևյալ ապրանքատեսակների գծով՝ վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրինձ, սերբական ծագում ունեցող առանձին պանիրներ, ծխախոտ, թերմողի եւ այլն։ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով սահմանվել է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ, Հայաստանի կողմից նիկոտին պարունակող եւ նիկոտին չպարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի նախագիծը 24-25 թվականի ընթացքում հանրային քննարկման արդյունքում վերամշակվել, ամփոփվել եւ չափագիտական փորձականության եզրակացության հետ միասին ներկայացվել է ԵՏՄ կարգավորման ազդեցության գնահատման հանձնաժողովին, հետագա ընթացքը ապահովելու նպատակով Հայաստանի կողմից ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը